Հարկներդեհին, այսօր մի փոքր աշխարհից խոսենք, որովհետև Իլհամի ծաղրածուն այս քանի օրը բոլորիս ուշադրությունը սևեռել էր իր վրա, բայց դա ուղղակի սևեռելու գործողություն է, թե տագնին չէ պատրաստվում, մոտավորապես պատկերացնում եմ, բայց չեմ ուզում շտապել, առաջ ընկնել։ Ես վաղուց չեմ խոսել Իրան, Ամերիկա կամ Իսրայել պատերազմից եւ արդեն շատ հեռուն գնաց, որովհետեւ Թրամփը ինչպես հայտարարեց, որ չէր պատկերացնում, որ Իրանը այսքան նավատորմ ունի, այսքան հրթիռ ունի, եւ ասեմ Իրանն էլ իր հերթին տակտիկական պատրաստակամություն ցուցաբերեց, որովհետեւ ամառվա պատերազմը 12 օրվա դաս էր եղել իրեն, եւ ինքը ամառը դենց շատ բան էլ ցույց չտվեց, ես Ամերիկան ու Իսրայելը մտածեցին, որ 4 շաբաթվա պատերազմ կլինի, բայց Իրանը խաբեց, այն ինչ որ ուներ ցույց չտվեց ամառը, պահել էր, նա երևի պատրաստվում էր ավելի ծանր պատերազմի, եւ ասեմ Իրանին նաեւ այսքան պահում է, ասեմ նոր, Իրանին այսքան պահում է իր, ճիշտ է ինքը կրոնական խիստ ծայրահեղական պետություն է, բայց իր ազգային լինելը օգնում է, այ այն ինչ որ մեր մոտ ուզում է վերացնել այս շանլակոտը, խեղճացնել, թուլացնել, եթե Իրանը իր արմատներին հենված չլիներ, այսքան չէր դիմանա, իսկապես չէր դիմանա, հա, եւ Իրանը բան արեց, հաշվարկ արեց, այն ինչ որ ուզում եմ ասել, չմոռանամ, վերլուծաբաններ կան կամ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ կան, ասում են Իրանը հաղթելու է Ամերիկան, Իրանը սրան, Իրանը նրան, Իրանը նրան, որ դա նույնն է, որ ասենք լուսինը արևից հզոր է։ Չէ, իսկապես Իրանին ես չի պատկերացնում, որ այսքան կդիմանա, բայց ինքը տակտիկա ուներ։ Եվ ասեմ շատ հրթիռներ ամբարել էր։ Եվ ինքը երկու տակտիկա բանեցրեց։ Առաջինը, որ ինքը հրթիռներն ուղարկելուց հետո դադարեցրեց մի պահ եւ սկսեց այն 40-ական 50-ականների արդադրած ռումբեր, որոնք հրթիռ չեն, ինքնաթիռով պետք է տանես, ուղղաթիռով տանես, քցես գլխներին, որ երկրորդ համաշխարհային ժամանակ օգտագործում էին։ Ինքը սկզբից մի քանի հրթիռ ուղարկելուց հետո սկսեց այդ պահեստում մնացած ռումբերն օգտագործել։ Այս գեր ժամանակակիցները ցույց չտվեց։ Եվ Ամերիկայի մոտ տպավորություններ, որ վերջ բարձնում է, էլի արդեն ընկել է բանը, ընկել է պահեստի մեջ անկյունները, քունջուբուջակ, ժողովրդի ասած, ձեռնին չընկնում է, բերում գցում է գլխներից։ Այսինքն դա տակտիկա էր, որ սրանք էլ մտածեցին վերջի շունչն է, բայց բանից պարզվում է վերջ չէ։ Եվ տեսեք, որ այդքան ասում են Իսրայելը հզոր, եթե Ամերիկա չլեր, Իսրայելը իսկապես 4 շաբաթ չէր դիմանա Իրանին, որովհետև համ տարածքն է փոքր։ Եվ Իրանի այդքան հրթիռների ամեն 40 մետրի համար հրթիռ ուներ նախատեսած փաստորեն։ Եթե այդքան ուղարկեր Իսրայել, մենակ, այսինքն ամերիկյան ռազմաբազաներին չուղարկեր, Իսրայել չէր լինի։ Անապատ էր հիմա այնտեղ։ Էլի առաջվա այն 1000 տարի առաջվա անապատը որ կա, էլի, դες պետք է անապատ լիներ։ Այս ուղղակի ասեմ, որ Իսրայելին շատ մեծարողներն էլ հասկանան, որ դա այդքան էլ այդպես չի, էլի։ Հիմա այդ տակտիկան, որ ինքը հանգստացնում իր թշնամիներին, ասենք իրեն հանդեպ տրամադրվելու, ասենք փոխում է տրամադրությունները եւ հետո նորից սկսում է սաստկացնել ավելի ուժեղ հրթիռներով եւ ընթացքում էլ ինքը կուտակել էր եւ ընթացքում էլ էլի բերում է ճամփին Կասպիոսում տեսակ ինչ արեցին։ Այնուհանդերձ նրա երկրորդ տակտիկան էր, որ պետք է աշխարհի տնտեսությանը հարվածի։ Ներողություն փագի Հորմուզի նավթի գները բարձրանան, տնտեսությունները ճգնաժամ ապրի, որ բոլորը հարձակվեն Ամերիկայի վրա, ասեն, ես ինչ ես անում, դատարեցրու բան արա, որ ինք իր փրկությունը նաև դա էր լինելու։ Պարսիկը այդ հաշվարկը արել էր։ Բայց ես իմ նախորդ եթերների ժամանակ ասացի, չէ՞ որ ախր Ամերիկան ինքն է ուզում աշխարհի տնտեսության հարվածել։ Անկամ իր դաշնակիցների, ոչ թե ուզում է կործանել, այլ ուզում է թուլացնել, որ որից մեկը չհասնի իրեն։ Տեսնում եք, Եվրոպան սկսել է արդեն ինքնուրույն խոսում է, ասում է, բայց միշտ Ամերիկայի փեշի տակ է եղել։ Իսկ Ամերիկային դա ձեռք չի տալ, որ ինչ որ մեկ անգամ Ճապոնիան է ուզում արդեն զորք ունենա, առանձին բանակ ունենա, զինվի, ինքը որոշի ինչքան զենք ունենա, ինչ տեսակ զենք ունենա,
որ այդպես բան չի եղել վերջի 80 տարվա մեջ։ Եվ նա փորձեց բոլորին իր տեղը դնել։ Այսինքն այն ինչ որ Իրանը անում է, որ իբր աշխարհը հարձակվի Ամերիկայի վրա, ասի դադարեցրու, հենց Ամերիկան դա էլ ուզում էր որ աշխարհի տնտեսությունը հետ ընկնի իր տնտեսությունից նորից, առանց էլ հետ է, որ 20-30 տարի բոլորին հետ է գցում։ Իր դաշնակիցներին ինքը հետո աջակցելու է, բայց ինքը դրանով նրանց խեղճացնելու է, որ իր դեմ դուրս չգան։ Դե բոլորն ասում են Մեքսիկան սենց բանը, Մեքսիկան չէ, անունին չէ, Իսպանիան։ Դեմ տվեց Ամերիկային, այն ինչը դեմ տվեց, այն մեկը բողոքեց, սրանք։ Ամերիկան դեռ խնդիր չունի, դեռ բոլորը կարող են խնդիր ունենալ։ Այս պետությունը, հա, իմիջիալոց հա Տրամպի ծրագիրը չի ժորտ։ Տրամպը այստեղ ծաղրացու է աշխատում։ Ամերիկայի ճակատագիրը որից է մեկը թույլ չի տա, որ մնա Տրամպի ուղեղի վրա, ասենք ոնց որ մեր ճակատագիրը Նիկոլի ուղեղի վրա է, թողած, այսինքն թողած էլ չէ, նշանակվել է, որ ինքը տանի այդ ուղղությամբ։ Բայց Տրամպը չի կարող Ամերիկան տանել կործանման, որ պահին, զգան, որ ինքն արդեն վերջ հասել ենք տեղ, որ պետք է շարունակենք ժողովրդավար ապրել, Տրամպին ասելու են տղա ջան, դու ստեսություն։ Թե ինչ կանեն հետը, դա արդեն այդ պահի որոշելիքը կլինի։ Բայց այն ինչ որ հիմա անում է Տրամպը, դա Ամերիկային ձեռնտու է։ Հարվածել աշխարհի տնտեսությանը։ Բոլորին իրենից հետ է գցում նորից։ Դուք պատկերացնում եք, սա շատ ծանր հանցագործություն է նաև, անդադ տանկերներ են այրվում, նավթավերամշակման գործարաններ, հանքեր, սա էկոլոգիային է վնաս, հասկանաք, մոլորակի հերն անիծում են իրականում, այս պատերազմները լավ բան չեն։ Ուղղակի զարմանալի է, էլի, ասենք այս արեգակնային համակարգում էլ երկրորդ մոլորակը չկա, որտեղ որ կարելի է ապրել։ Որ ասենք լավ էս երկիր փչացրեցինք, ետանք Մարսի վրա ապրեն կամ չգիտեմ Վեներ, չկա երկրորդը։ Անկամ լինելը դենց հեշտ չէ, որ ասենք ճամպրուկներ վերցնենք, ասենք դե ավիրվեց, գնում ենք այնտեղ։ Հա, աննապատացավ լավ էլ որ արևը չի թողում այստեղ վարենք ցանենք, գնանք մի քիչ հյուսիս կամ Սարի դոշը բարձրանանք, այդպես չի։ Հեշտ չի։ Ես ուղղակի զարմանում եմ մարդու որպես բանական էակի մտածելակերպի վրա, որ այս պատերազմներին իրոք պետք է այս 21-րդ դարի պատերազմները սարսափելի ծանր պատերազմներ, սա նետո աղեղով պատերազմ չի։ Չնայած նա էլ իր արհավիրքներ, նա էլ խոլերիա էր առաջացնում, ժանդաղ թիվանդություններ, այդքան դիերը չէին կարողանում թաղել։ Եվ սկսում էր ամել էդել մի մասսայական բնաջնջման հետևանքեր դառնում։ Այդ պատերազմներից հետո այդ հիվանդությունները լցվում էր մարդկանց մեջ ու մեկ տեսնում մասսայական մեռնում էին։ Այսպեսի բաներ կա, որ պատերազմը իրոք չարիք է։ Բայց Ամերիկան գնում է այդ քայլին, բոլորին հետ է գցում։ Իրենից բոլորին հետ է գցում։ Իրենից բոլորին հետ է պահում։ Տնտեսություն բոլորին հարվածում է։ Հետո ամեն ինչ կընկնի իր տեղը նորից բոլորի հետ իր ինքը կշարունակի իր հարաբերությունները։ Այսպես թե այնպես ինքը ունի այն ինչ որ ինչի խաթեր որ պետք է որ իր հետ միշտ փորձեն լավ լինել։ Սա Ամերիկա-Իրան հարաբերությունների հետ կապված եւ ասեմ տպավորություն է որ Թրամպը ուզում է Պուտինին օգնի, դրա համար Ուկրաինայի պատերազմը մեկ Ուկրաինային է օգնում, հետո փոշմանում է, ուզում է Պուտինին օգնի։ Որ Թրամպը չի որոշում։ Եվ երկրորդ Ռուսաստանի փլուզմանը սպասում է Չինաստանը նաև, ու ոչ միայն Չինաստանը, Ճապոնիան է սպասում, то Թուրքիան է սպասում, բոլորը սպասում են, որ ես ընկնի դանակավորներ կան, ամեն մեկն իրենց պատառը տանեն, իսկ ամենամեծ պատառը Չինաստանին է լինելու, իսկ Ամերիկան դա ձեռք չի տալի։ Դրա համար ձգում է մեկը ստեղ մեկ այնտեղ, որ Ռուսաստանում բան փոխվի, իշխանությունը փոխվի, բայց Ամերիկան պետք է հասկանա, որ Պուտինը քաղաքական դաշտը ամայացրել է։ Չկա անդիմություն Ռուսաստանում, չկա անդիմություն, բոլորին ոչնչացրել են ժամանակին։ Այս պայմաններում, եթե Ռուսաստանում անդիմություն լիներ, հիմա իշխանապողություն էր եղել։ Այս պայմաններում Պուտինի հերը անիծելը հեշտ է, բայց չկա այդ անիծողը, որովհետև բոլորին ոչնչացրել է։ Չկա քաղաքական դաշտ Ռուսաստանում, չկա նաև Հայաստանում։ Իր գաղութներում էլ է նույն իրավիճակը։ Հələ եթե Հայաստանում բևեռ կա, բևեռ, որ անդադ բանտերով անցնելով եկել է, հիմա էլի կեսը բանտում են, կեսը դրսում են, էլի կա Ռուսաստանում այդ բևեռն էլ չկա, ազգային ժողովրդական բևեռի մասին եմ խոսում։ Ճիշտ է, Հայաստանում էլ բևեռը շատ ճնշված է, տեղեկատվական դաշտում արգելված է, որ իր մասին խոսեն կամ իրեն հնարավորություն տան խոսելու։ Հասկանում եք, ֆինանսապես տկարացրել են։ Բացառապես ժողովրդի տված կոպեկների հաշվին է գոյություն պահում բևեռը։ Եվ իր կամքի։
Ռուսաստանում դա չկա։ Չկա այդ։ Եթե լիներ, այսօր Պուտին չէր լինի արդեն։ Այսքան թուլացնելուց հետո Ռուսաստանին ինչ իշխանություն կդիմանար։ Եվ այդ նույն բանը Հայաստանում է տեղի ունեցել։ Եվ այդ սուպեր վարչապետի կոստյումը, որ Նիկոլը հագել է Սերժիկի, դա հոպատաբար չի հագել։ Որ Հայաստանը ոչ մի դիմադիր գլուխ չբարձրացնի, որովհետև Նիկոլն էլ է իրենց ռեժիմի մարդ։ Եթե իրենց ռեժիմի մարդ չլիներ, հիմա Սերժիկը, Ռոբերտը, Լևոնը հենց պատասխանատվության էին ենթարկվել։ Ոչ թե ազատ պատտվել էին։ Դու նորից լսում եմ, այնտեղ մեկը կար գրել էր, կարծեմ։ Բա դու կարայիր ասում Ռոբերտի օրոք, այս ինչ որ խոսում ես Նիկոլի հասցին Ռոբերտի հասցին խոսեիք, կամ որ Նիկոլ մտնում է եկեղեցի հետևից ուզում են հարված են, դուս են անում, կարայիք ասում Քոչարյանին, այս բանն անեիք։ Դա ես նորից կրկնեմ։ Սերժիկի եւ Ռոբերտի օրոք տարբերություն չկա, Սերժիկը թե Սասնացրերը զենք են վերցրել, ոչ թե վիրավորել են, զենք են վերցրել այդ մարդկանց դեմ։ Հասկանում եք, ամենաուժեղ բանն են արել, էլի, եթե դու կարող հայ-հոյես կամ չգիտեմ ես ինչ անես։ Հա, համացանցում նստած։ Մարդիկ զինված ապստամբել են։ Այդ քո Սերժիկի դորոք։ Քոչյանը Ռոբերտի օրոք ես դեմ եմ գնացել Ռոբերտ Քոչարյանին ընտրությունների ժամանակ, այդ տեղամասում Քոչարյանը պարտվել է։ Դուք երբ որ բան եք գրում իմ եթերների տակ, տեսեք, ես ինչ եմ խոսում, նոր վերացական գրեք, բա Ռոբերտի օրոք, բա Սերժիկի օրոք։ Զենք ենք վերցրել Սերժիկի օրոք։ Որ մեկը դե կարել այդ բանը։ Ուրեմն Հայաստանում մենք ունենք մի առավելություն, որ Հայաստանում գոնե կա բևեռ։ Ռուսաստանը երբ որ թուլանում է, ինքը չունի այդ բևեռը, ազգային ժողովրդական բևեռը, որ այնտեղ բան փոխի։ Դրա համար ինքը կործանվելու է։ Բայց որ ինքը կործանվում է, Հայաստանի վրա ուշադրություն չի դարձնում, այստեղ ժողովուրդը կարող է այնպեսի բան անել, որ բևեռին բերի իշխանության։ Եվ ամեն ինչ փրկվի։ Թե չէ թուրքացվելու է, ամեն ինչ գնալու է դեպի Թուրքիա։ Ամեն բան։ Չմոռանանք Էրդողանը բաց ասում է. Նիկոլը մեր հաջողության պատուհանն է։ Նա չի թաքցնում երբեք։ Եվ Արցախը երբ որ հայաթափվեց, ինքը մեզ մեղադրեց։ Հայերն ասում է վախկոդեն իրենց հողը լքեցին։ Որքան էլ Նիկոլն ասում է դա Ադրբեջանն է, Էրդողանն ասում է թողեցին փախան իրենց հողը։ Հասկանում եք։ Այսպիսի բաներ կա։ Խորմ եղեք եւ աջակցեք ազգայինին։ Աջակցեք, որ չկորցնեք ձեր երեսը, դեմքը, դո ձեր ունեցվածքը։ Փառք Նժդեհին։